Իրան Միացյալ Նահանգներ օդային առճակատումը վերածվել է ծովամարտի։ Օմանի ծոցում ամերիկյան կողմը գրավել է մոտ 275 մետր երկարությամբ եւ գրեթե ավիակրի չափ կշռող իրանական Թուսկա բեռնատար նավը, որը փորձել է ճեղքել ծովային շրջափակումը։ Ամերիկյան ռազմածովային ուժերի Spruance հրթիռային ականակիրը նավին հրահանգել է անմիջապես կանգ առնել։ Նախազգուշացումն անտեսել է, ինչին հաջորդել է կրակահերթը։ Թրամփը հայտարարել է հսկա բեռնատարը ամերիկացիների լիակատար վերահսկողության տակ է։ Իրանի իշխանությունն իր նավի գրավումն անվանել է ծովահենության ակտ եւ հրադադարի խախտում, խոստանալով պատասխան հարված հասցնել։ Արձագանքը չի ուշացել, անօդաչուներով հարվածել են ամերիկյան ռազմանավերին։ Տարածաշրջանում նոր լարվածության սրման ֆոնին Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների նոր փուլի ճակատագիրն անհայտ է, որը պետք է անցկացվեր այս շաբաթ Պակիստանում։ Բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու որոշում այս պահին դեռևս չունենք։ Միացյալ Նահանգներն անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել դիվանագիտական գործընթացին։ Ագրեսիվ գործողություններ է իրականացրել, խախտելով հրադադարի պայմանները։ Իրանը հրաժարվում է շփումներից, քանի դեռ Հորմուզի նեղուցում իրենց նավահանգիստների նկատմամբ ամերիկյան բլոկադան շարունակվում է։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կարող է ժամանել երեքշաբթի։ Անփույթ, անգրագետ ու հիմար որոշում։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծաղրել է Հորմուզի նեղուցի ամերիկյան պաշարումը։ Հորմուզի նեղուցը Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ է։ Մենք ուզում ենք, որ բոլորն օգտագործեն նեղուցը, բայց նրանք, ովքեր այս պատերազմում մեզ թշնամաբար են վերաբերվում, չպետք է կարողանան հեշտությամբ անցնել։ Մենք չենք ուզում ճնշում գործադրել մարդկանց վրա կամ վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Մենք երբեք դրան չենք ձգտում։ Միացյալ Նահանգներն առաջարկում է շատ արդար ու խելամիտ գործարք, հայտնել է Թրամփը, հույս հայտնելով, որ Իրանը կհամաձայնի։ Սակայն եթե Թեհրանն ընդդիմանա, խոստացել է արագ ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները առանց բացառության։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով այլևս բարի չեն լինելու։ Թրամփը պատիվ է համարել Իրանի դեմ այն գործողությունների իրականացումը, որոնք ըստ նրա պետք է արվեր վերջին 47 տարվա ընթացքում։ Իրանում հարստացված ուրանի ճակատագրի հարցի շուրջ հակասական հայտարարություններ են հնչում Վաշինգտոնից ու Թեհրանից։ Պաշտոնապես հերքում են լուրը, թե Իրանը համաձայնել է հարստացված ուրանի պաշարները հանձնել նահանգներին։ Բանակցությունների ոչ մի փուլում չի բարձրացվել իրանական հարստացված ուրանը Միացյալ Նահանգներ կամ որևէ այլ երկիր փոխանցելու հարցը։ Ընդհանուր առմամբ նման տարբերակ Իրանի օրակարգում չկա։ Պատերազմը ոչ Իրանի եւ ոչ էլ Միացյալ Նահանգների շահերից չի բխում։ Բանակցությունների գլխավոր միջնորդ հանդիսացող Պակիստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահը։ Փեզեշքյանը պնդում է, պետք է օգտագործել բոլոր ռացիոնալ ու դիվանագիտական ուղիները լարվածությունը թուլացնելու համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։